Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Մեր հայրենակիցը մի քանի գիտական ինստիտուտների կամ կազմակերպությունների աշխատանք գործ է կատարել եւ դրանով հանդերձ իր շատ հստակ եւ մեծ վաստակն է թողել հայագիտության ոլորտում։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Երևան Լալայանին։ Մեր հաղորդման հյուրերն են Երևանի Պետական համալսարանի դասախոս պատմականության դոկտոր պրոֆեսոր Ռաֆիկ Նահապետյանը եւ մեր հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող բանասիրական գիտությունների դոկտոր Թամար Հայրապետյանը։ Բարի գալուս հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Երևան Լալայանի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Հայ ազգագրության հիմնադիր Երևան Լալայանը ծնվել է 1864 թվականի մարտի 13-ին Գյումրի քաղաքում։ 1885 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա Ախալցխայում, Ախալքալակում, Ալեքսանդրապոլում աշխատել ուսուցիչ։ 1894 թվականին ավարտել է Ժնևի համալսարանի հասարակագիտական բաժինը եւ 6 ամիս աշխատել Վիեննայի Մխիթարյանների մոտ։ 1895-ից 97 թվականներին դասավանդել է Շուշիի թեմական դպրոցում։ Այստեղ սկսել, ապա Թիֆլիսում 26 տարի 20 հատորով հրատարակել է ազգագրական հանդեսը։ 1900 թվականին Թիֆլիսում կազմակերպել է ազգագրական հրատարակչական ընկերությունը։ 1906 թվականին Հայոց ազգագրական ընկերությունը։ Վերջինիս թանգարանը 1921 թվականին Թիֆլիսից փոխադրել է Երևան։ Եղել թանգարանի առաջին վարիչը։ Մահացել է 1931 թվականի փետրվարի 24-ին Երևանում։ Թաղված է Կոմիտասի անվան Պանթեոնում։ Հավաքել եւ հրատարակել է չափազանց արժեքավոր բանահյուսական նյութեր, գրի առել հազարավոր հեքիաթներ, առակներ, կատարել լայնածավալ պեղումներ, ֆրանսերենից եւ ռուսերենից կատարել թարգմանություններ։ Հայաստանի Հանրապետությունում թողարկվել է նամականիշ։ Պարոն Նահապետյան, Երևան Լալայանին կարող ենք համարել հայ գիտական ազգագրության հիմնադիր։ Ճիշտ է, նրանից առաջ ազգագրագետներ եղել են կամ ազգագրագիտությամբ զբաղվողներ եղել են, բայց ազգագրագիտությունը որպես գիտություն կամ հայագիտության մի դիսցիպլին հիմնադիր Երևան Լալայանին կարող ենք ներկայացնել։ Իհարկե, լիովին։ Նա հայագիտության նշանավոր երախտավորներից է։ Եվ այս հաղորդում ես ողջունում եմ, որովհետև շատ նշանավոր մարդիկ կան, որոնք մնում են պատմության փագեջերում։ Լալան այն լուսավոր անձն է, որը մեծ վաստակ ունի եւ ազգագրության, եւ բանագիտության, եւ եւ վիմագրության, եւ բազմաթիվ այլ։ Նա եւ հնագետ է, եւ պատմաբան է, եւ բազմապրոֆիլ գիտնական է, բազմաժանր, բազմապրոֆիլ գիտնական է, որովհետև նրա յուրաքանչյուր աշխատություն, իսկապես յուրաքանչյուր գիտության ներկայացուցիչ իրենցն է համարում։ Լալանը իրավամբ համարում է հայ գիտական ազգաբանության հիմնադիր։ Այդ մինչև Լալայանը իհարկե մենք ունեցել ենք նշանավոր ազգագրագետներ, բայց նրանցից է ոչ մեկն ինչպես օրինակ Գարեգին Սրվանցյանցը, Խաչատուր Աբովյանը, Մղիտարյան Միաբաների իրենց ունեցած վաստակով հանդերձ իհարկե։ Նրանք պարզապես դուռ բացեցին այս գիտության հիմնադրման համար, բայց կոնկրետ Գրիգոր Խալաթյանցի ծրագիր հայ ազգագրության եւ ազգային իրավաբանական սովորությունների հարցաշարի այդ դա համարվում է իդեպ ասեմ երրորդ հացարանը, որով եւ գործողության մեջ դրվեց եւ որի արդյունքում աճեցին այնպիսի գիտնականներ, ինչպիսիք է հենց Երևան Լալայանը, որը իր գործունեության ողջ ընթացքում առաջնորդվեց այդ հարցարանով եւ ուսուցիչներին, մտավորականներին, բոլորին հորդորում էր այդ ծրագրի արժեքավոր լինելը եւ մղում էր դեպի պատմական Հայաստանի տարբեր գավառները մոռացությունից փրկելու մեր ազգային հարստության, անբավ հարստության բեկորները, որոնք իսկապես հետագայում պիտի դառնային տարբեր գիտությունների համար անկյունակար։ Շնորհակալություն այդ մոռացությունից հենց փրկելու հանգամանքը Երևան Լալայանի գործունեության հետ կապված համոզված եմ, որ այսօր դերևս մի քանի անգամ կշեշտվի։ Տիկին Հայրապետյան, խնդրում եմ Երևան Լալայանի ներկայացրեք որպես բանահավաք, բանագետ կամ հայ բանահյուսության մեջ իր մեծ վաստակ ունեցող գիտնականի։ Շնորհակալություն։ Իհարկե այս հարցը, այս թեման դերևս շատ ենք քննարկելու անդրադառնալու հաղորդման ընթացքում։
Երվանդ Լալայանի իբրև բանահավաք բանագետի մուտքը նախապատրաստված էր հայ հասարակագիտական, մասնավորապես հայագիտական մտքի զարգացմամբ։ Արդեն ասպարեզի վրա էին Մյանսարյանցի, Սրվանձտյանցի, Ճանիկյանի, Շերենցի, Գևորգ Տեր Ալեքսանդրանցի եւ այլ հայ երախտավորների բանագիտական, ազգագրական, ժողովրդագիտական բնույթի ժողովածուները։ Բացի այդ արդեն հայտնաբերվել եւ հրատարակվել էր հայ ժողովրդական հերոսական էպոսի Սասնա ծռերի երկու պատումներ Սրվանձտյանցի եւ Մանուկ Աբեղյանի կողմից։ Ասեմ, որ ազգագրական հանդեսի հիմնադրումից առաջ եւ հետո էլ Երվանդ Լալայանը առանձին բանահյուսական ժողովածուներ էր, բանահյուսական ազգագրական բնույթի ժողովածուներ էր հրատարակել։ Օրինակ 1892 թվականին արդեն ազգագրական հանդեսից առաջ նա Ջավախքի բուրմունքներ հրատարակել։ Դա արդեն Ջավախքի բանահյուսական նյութներ, այո, կամ ժողովրդական առակները, որի առաջին հատորը Հոբոսի զվարճապատումներն էին, իսկ երկրորդ հատորը Մոլա Նասրադինի։ Արդեն Մարգարիտներ հայ բանահյուսության 3 հատորեր, չէ՞։ Պարավաշունչը, որը արդեն իսկ շատ խոսուն է, թե ինչի հետ մենք գործ ունենք, Մարգարիտներ հայ բանահյուսության ԱԲԳ հատորները, որոնցից առաջին երկուսի մեջ զետեղված էին Աշտարակի, Օշականի, Վաղարշապատի, Փարպիի ժողովրդական բանահյուսությունը, իսկ երրորդ Գ հատորում Արևմտյան Հայաստանի տարբեր ազգագավառների բանահյուսությունը, որոնք փաստորեն փախստական մեր հայրենակիցներից գրառել էր Աբարանում։ Այսինքն այդ մոռացությունից փրկելու կամ կորուստից փրկելու գործառույթ է իրականացրել, որոնք հիմնականում գրառվել են Աբարանում։ Եվ ինչպես տեսնում ենք, փաստորեն այնպես չէր, որ բաց տարածության մեջ չէր, որ Երվանդ Լալայանը հայտնվեց, արդեն իսկ մեր հասարակագիտական, բանագիտական միտքը աշխատում էր, ժողովածուներ կային եւ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նա Եվրոպայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Ժնևում իր կնոջի Միքայելոց Հայկանուշի հետ 1900 թվականին դրսում ստացել էր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ գիտելիքներ, վերադառնալով ես կարճ ասեմ, ուրեմն իր ներդրումը հայ բանագիտության պատմության մեջ։ Փաստորեն, Երվանդ Լալայանը կարողացավ եվրոպական տեսությունը բերել եւ տեղայնացնել հայկական իսպազ դնել, այսինքն տեսություն բերել։ Ամենակարևոր հաջորդ ներդրումը, որովհետեւ մենք մեկ ներդրումով չենք կարող այսպես ասել դուրս գալ, ամենակարևոր հաջորդ ներդրումը այն է, որ Երվանդ Լալայանը չնայած ինքը ջատագով էր հայ ազգագրության եւ հայ բանագիտության միասնականության, այսինքն նյութերը պետք է համատեղ, օրինակ ազգագրական հանդեսի էջերում ինքը աշխատում էր որպեսզի բանագիտական ազգագրական նյութը այսպես գիրքընթար զուգադիր ներկայացվեր, որպեսզի ավելի ծիսական համալիրի միասնության մեջ է դիտարկում ազգագրությունը եւ բանագիտությունը։ Այնուամենայնիվ այդքանով հանդերձ նա գիտակցում էր, որ բանագիտությունը եւ ազգագրությունը պետք է ձևավորվեն որպես առանձին գիտակարգեր, դիսցիպլիններ, որովհետեւ միայն դրանով պիտի պայմանավորված լինի նրանցից յուրաքանչյուրի առանձին գիտակարգ լինելը։ Շնորհակալություն, դերևս շատ կանդրադառնանք նրա բանագիտական բանահյուսական գործունեությանը, պարոն Նահապետյան, Երևանդ Լալայան ասելով մենք հասկանում ենք ազգագրական հանդես եւ հակառակը նույնականացվում է։ Այո, հայ գիտական ազգագրական հանդեսը երևույթ էր արդեն։ Պարզապես այդ դարաշրջանում ազգագրական գիտությունը, գիտության կայացման գործում բացառիկ դեր ունեցավ, բացառիկ նշանակություն ունեցավ ազգագրական հանդեսի հիմնումը, որն իրականացվեց 26 հատոր։ 20 տարի շարունակ, 26 հատոր։ Եվ 26 հատոր 1896-ից մինչև 1916 թվականը։ Կարծեմ Շուշիում սկսեց, հետո Թիֆլիսում, ուրեմն Թիֆլիսում, հետո առաջինը Շուշիում, հետո ճանապարհին ուրեմն Թիֆլիս տեղափոխման ժամանակ տպանի տարերը գողացել են եւ բավական ուրեմն շփոթության մեջ էր հայտնվել, իդեպ այն ժամանակ այդպես չէր, որ տպանները լեցուն էին։ Ինքն էր անմիջապես կազմակերպում։ Իդեպ չմոռանանք ասել, որ նա գիտության հիրավի նշանավոր կազմակերպիչ էր։ Հիմա ազգագրական հանդեսի հիմնումը այն ժամանակ առանց ազգագրական ընկերությունների, հրատարակչական ընկերությունների ստեղծման, դա իր մտքի արգասիքն է, դա իր բեղմնավոր աշխատանքի արգասիքն է։ Եվ առաջին հատորը, որ հրատարակվեց Շուշիում, իրականում դա երևույթ էր, եւ դա նաեւ
նրա ներածության Մինչև այդ մեր հայ իրականության մեջ, հայ գիտության մեջ նման ազգագրական, մասնագիտական հանդես եղել է։ Բյուրակն ամսագիրն է, որը թերթային է։ Թերթային, Սա ոչ գիրք։ ոչ գրք։ Գիրքը եւ Այսինքն առաջինն էր հայ իրականության մեջ։ Ընդ որում նա ներածության մեջ նա շատ հետաքրքիր ուրեմն գրում է թե մենք կկրենք գիտության այս քարերը եւ երանի նրան ով այդ քարերով կգա եւ կկառուցի գիտության այս համակարգի կառույցը, շենքը եւ իսկապես նա դրեց հիմա տեսեք եթե մենք չունենայինք Լալայան ասացեք խնդրեմ մենք հիմա այնքան նյութեր ենք մեր ձեռքի տակ եւ այդ նյութերից մենք զրկված կլինենք եւ ազգագրական գիտությունը ընդհանրապես ըստ էության մեծ դժվարություններ առաջ կգա։ Այսինքն ոչ միայն Լալայանն, այլև ազգագրական հանդեսի այդ 26 հատորների նյութերը մինչ այժմ էլ մեր ներկա հետագասերների եւ հիմիկվա ազգագրագետների բանավակների համար ազգագրական հանդես եղավ, որ իր շուրջը համախմբեց ժամանակի 50 մտավորականների, որոնք անձնորոշ կերպով մխրճվեցին ժողովրդի մեջ եւ ազգագրական նյութեր գրառան։ Դեռ պայմանավորված էր դեր ասած Լալանի կազմակերպչական ջիղով։ Եվ ես կասեմ քիչ հետո, որ իսկապես նրանք վիթխարի դեր խաղացին։ Ամեն մեկը, ինչպես նշեց մեր իմ գործընկեր Հայրապետյանը, դրանք եւ բանագետներ էին, եւ բանահավաքներ էին, եւ ազգագրագետներ էին, որոնք նվիրումով մեկնեցին Հայաստանի տարբեր շրջաններ, առանձնապես պատմական Հայաստանի, Արևմտյան Հայաստանի եւ նաեւ ինչ խոսք նաեւ Արևելյան Հայաստանի։ Հիմա ասեմ, որ եթե չներ, տեսեք, նա թողեց 70 ուսումնասիրություն, 70 գիրք։ Ընդ որում նա առաջինն էր, որ դրեց ազգաբանական գիտության նորովի մեթոդ։ Դա կոչվում է ռեգիոնալ կամ տարածքային ուսումնասիրության մեթոդ։ Ինչ էր տալիս այդ մեթոդը։ Ուսումնասիրել ամեն մի շրջանը, ամեն մի գավառը ամբողջությամբ, որի մեջ ներառվի եւ պատմությունը, եւ աշխարհագրությունը, եւ տեղագրությունը, եւ բանահյուսությունը, եւ ազգագրությունը, ամբողջը խտրացված համակողմանի ամբողջական պատկերը տվեց։ Այդպես ծնվեցին Ջավախք, այդպես ծնվեցին Վարանդա, Գանձակի գավառ, Բորչալուի գավառ, Սիսյան, Զանգեզուր, Կողտան գավառ կամ Նախճավան, Նոր Բայազետի գավառ կամ Գեղարքունիք, այնուհետև Վայոց ձոր, ինչպես եւ Արևմտյան Հայաստան տեղափոխվելով ուրեմն հավաքեց նյութեր վասպուրական այդ հարցին առանձին կանդրադառնանք Պարոնապետյան։ Այո, եւ այդ աշխատությունները այսօր փաստորեն դարձել են մեր մտավորականության ուսումնասիրության հիմնական աղբյուրը։ Դրանք վավերագրեր են, որտեղ ժամանակին ինքը գրի առել եւ այսօր դրանք վաղուց մոռացության մատնված կլինեն, եթե ձեռնամուխ չլեր այդ գործունեության։ Շնորհակալություն։ Տիկին Հայրապետյան, այդ ռեգիոնալ մեթոդի մասին հիշատակվեց եւ դուք արդեն նշեցիք, որ Երևան Լալայանի գիտական գործունեության այսպես հիմնական բնագավառներից մեկը, չեմ ուզում ասեմ երկրորդական կամ նույնն էր ազգագրություն, բանահյուսություն, հենց ժողովրդական բանահյուսությունն էր։ Տարբեր Արևելյան եւ Արևմտյան Հայաստանի ամենից տարբեր շրջանների վերաբերյալ բանահյուսական նյութերի հավաքում եւ հրատարակումը։ Եվ շատ բաներով 100 տարի անցել պարտական ենք հենց Երևան Լալայանին, որ կրկին կորստից փրկել է այդ ամենը։ Ազգագրական հանդեսը իհարկե ուներ խմբագրական մարմին եւ բնականաբար աշխատակիցներ, որոնց Երևան Լալայանը ուղարկում էր այդ տեղագրական, աշխարհագրական, ազգագրական սկզբունքներով նյութեր հավաքելու, բայց աշխատանքների մեծ մասը հիմնականում, այսպես ասած, ծանրացած էր Երևան Լալայանի ուսերին։ 1915-ից 16 թվականներին Երևան Լալայանը կազմեց բանահյուսական, բանահավաքչական արշավախումբ։ Ես կցանկանայի մի փոքր պատմել այդ արշավախմբի ստեղծման պատմությունը։ Ուրեմն Հայոց ազգագրական ընկերությունը 1915 թվականի սեպտեմբերի 16-ին Երևան Լալայանի կողմից նամակ է հղում Կովկասի հայոց բարեգործական ընկերությանը կից հայ փախստականների օգնության կոմիտեին, որտեղ Երևան Լալայանը բարձրացնում է այսպիսի հարց։ Ասում է, որ մենք տեղյակ ենք, որ բարեգործական ընկերությունը պետք է մեր գաղթական հայրենակիցներին ֆինանսական որոշ տեղի էր ունեցել։
Այո, Հայաստանը հայազրկվել է։ Հայազրկվել էր, ֆինանսական որոշ օգնություն պետք է տրամադրի, ասում է մեր ազգագրական ընկերությունը առաջարկում է ոչ թե այդ գումարը տրամադրել այդպես ստորացուցիչ հանգամանքներում կարծես թե ողորմություն, այլ Արևմտյան Հայաստանից գաղթած մեր մտավորականների սկազմենք բանահյուսական արշավախումբ, նրանց վարձատրենք իրենց կատարած աշխատանքի դիմաց, որովհետև շատ ծանր էր այդ պայմաններում, երբ մարդիկ հայրենիք, հարազատներ, գերեզմաններ, երեխաներ կորցրել էին կամ թողել էին այնտեղ եւ եկել են եւ ինչ որ նրանց այսպես համոզել, որ դուք պետք է մեզ բանահյուսական նյութեր պատմեք, անկախ նրանից ինչքան էլ դա էպոս կլինի, առակ կլինի, առասպել կլինի եւ այլն։ Երբ որ այդ ֆինանսական այսպես խթանը կար եւ նրանց փրկված երեխաների մի մասը կիսամերկ էր եւ ոտաբոբիկ, այսինքն նրանք գիտակցում են, որ իրենք նախ կատարում են աշխատանք եւ դրա դիմաց վարձատրվում են եւ բացի դրանից իրենք նաեւ գիտակցում են, որ կորուսյալ հայրենիքը արդեն կորուսյալ է, բայց գոնե նրա բառուբանը Արշավախմբերը Արևմտյան Հայաստանի Արևմտյան Հայաստանից գաղթած մտավորականներից էր մտավորականների շրջանում այդ աշխատանքը։ Մտավորականներից էր կազմված, դրանք հայտնի ուրեմն բանասացներ էին, օրինակ Երվանդ Պեզազյանը, Սենեքերիմ Շալջյանը, Շահեն Կուժիկյանը, Արտաշես Եվ այդ արշավախմբերի Բարսեղյանը գործունեության արդյունքում ինչ արշավախմբերի գործունեության արդյունքում մենք ունեցանք հսկայածավալ բանահյուսական տարբեր ժանրերի ստեղծագործություններ, միայն 1000 միավոր հեքիաթ հավաքվեց, որոնք հիմնականում դրվեցին ուրեմն ժողովրդական հեքիաթների ակադեմիական հրատարակության հիմքում են դրված հենց այդ հեքիաթները, որտեղ տարբեր հատորները Վան, Մոքս, Մուշ, Բուլանղ, Շատախ։ Այսինքն դեպի Հայրապետյան, եթե Երևան Լալայանը այդ արշավախմբերը չկազմակերպեր, առնվազն այդ 1000 կամ ավելի քան 1000 ժողովրդական հեքիաթները Արևմտյան Հայաստանի առնվազն դա դեռ մենակ հեքիաթներ հեքիաթների մասով իմիջիալոց ես մի փոքր թույլ տվեք մի փոքր կարևոր բան էլ ուրեմն ֆիքսեմ ես այդ նամակը որը ուղղված էր մտավորականներին վարձատրելու եւ նրանց արշավախմբերի մեջ ներառելու, ուրեմն Երևան Լալայանը այդ նամակը հղել էր Կովկասյան բարեգործական ընկերությանը 1915 թվականի սեպտեմբերի 16-ին, բայց բառացիորեն 4-5 օր հետո արդեն մենք մեր արխիվում տեսնում ենք բանահյուսական նյութեր սեպտեմբերի 22-ով, տեսեք ինչպիսի օպերատիվ, ինչպիսի արագ կերպով ինքը կարողացել է կազմակերպել այդ արշավախումբը։ Որտեղ քաջ գիտակցել է, որ մեկ օրն էլ, մեկ շաբաթն էլ մեծ նշանակություն ունի։ Իդեպ ներեցեք գնացրագրել է, որ արշավախումբ կազմակերպի Արևմտյան Հայաստան, բայց առաջին աշխարհամարտը եւ ցեղասպանությունը կանխեց այդ ռազմական գործողությունների պայմաններում դա հանգստիպեց որ ապարանի այդ տարածքին եկած ալաշկերտցիներից, վանեցիներից, վասպուրականցիներից, բասենցիներից, ալաշկերտցիներից հսկական նյութեր գրառվեց ու ազդվեց պաստորեն պատմության։ Գիտեք, ժամանակի հեռավորությունից մանավանդ ներկայիս խաղաղ պայմաններում քիչ դժվար է հասկանալ գիտակցել ինչ է նշանակում ցեղասպանությունից հետո 1915-16 թվականներին կազմակերպել նման աշխատանք եւ վերջնական կորուստից փրկել առնվազն 1000 ժողովրդական հեքիաթ։ Մյուս ստեղծագործությունը հաշվի չառնելով։ Եվ եթե Լալայանց Երևան Լալայան ուրիշ բան արած չլիներ, միայն 1000 հեքիաթի այդ կորուստից փրկելը դա արդեն բավական է, որպեսզի նրա հիշատակը վառ մնա եւ հավետ շնորհակալ լինենք, երախտապարտ լինենք դրան։ Պարոն Հապետյան, Երևան Լալայանը նաև ասեցիք դուք արդեն, որ կազմակերպչական այդ մեծ գործունեություն է ծավալել։ Նաև կարծեմ այդ հիմնադրեց նաև հայ ազգագրական ընկերություն, այսինքն ոչ միայն հայ գիտական ազգագրության հիմնադիրն էր, այլև կազմակերպչական առումով հայ ազգագրագետներին էլ իմի բերեց մի կառույցում։ Նրա ջանքերով կազմակերպվեց 1900 թվականին հայոց ազգագրական հրատարակչական ընկերություն, որի արդյունքում փաստորեն 6 գիրք հրատարակվեց, ընդ որում այդ 6 գիրքը այդ հրատարակչական ընկերության ստեղծումից հետո անձամբ ուրեմն ֆինանսավորվել է Երևան Լալայանի կողմից։ Ես այստեղ նրա միջոցներից համոզված եմ Երևան Լալայանը ինչ որ ֆինանսական մեծ կարողությունների չի իրականացնում։ Ուրեմն հարգանք ու խոնարհում եմ տալիս նրա կնոջը, որը անձնուրաց կերպով ամուսնուն ծառայեց
Թևութիկ Եվ եղել։ Թևութիկ Տիկին Հայկանուշը։ Իդեպ ուրեմն Տիկին Հայկանուշը Արտեմ Հարությունյանի դուստրը, որը ընդհանրապես այդպիսի անսահման ներվածություն երեխաներ չունեին եւ նրանց ամբողջ ժառանգությունը նրանց այդ հայտնագործություններն ու գրառումներն էին եւ ոնց էր փայփայում իր ամուսնուն եւ ամենուրը միասին հայտարարում ստեղծեց նաեւ մեծ գրականության ուրեմն հարուստ գրականություն։ Հիմա անդրադառնանք այդ ընկերության ստեղծմանը։ Հրատարակչական ընկերությունը գոյատևեց ուրեմն 1900-ից մինչև 1906 թվականը, որից հետո նրա գործունեությունը ավելի լայն ծավալ տալու համար, ընդ որում թանգարաններ հիմնելու, ազգագրական նյութեր հավաքելու, հրատարակչական գործը կազմակերպելու, քարտեզներ ունենալու եւ նաեւ գրքերի հրատարակված գրքերի վաճառքը կազմակերպելու եւ բազմաթիվ իդեպ ասեմ դասախոսություններ կազմակերպելու նյութական ֆինանսական հնարավորություններ ազգագրական որ ավելի այո որը իսկապես 10 տարի անըտ մեջ 2006-ից մինչև 2016 թվականը բեղմնավոր գործունեություն ծավալվեց դրա շնորհիվ եւ 6 գիրք հրատարակելուց հետո արդեն ֆինանսական ծախսերը վերցվեց եւ հանձնվեց ուրեմն ազգագրական ընկերությանը, որի ուրեմն գոյությունը, որի կազմակերպվածությունը ուղղակի շատ բարձր պետք է գնահատել։ Նրա նախագահ ճիշտ է Մելի Կազարյանն էր, բայց այդ ընկերության ամբողջ գործունեությունը հենված էր Մելի Կազարյանը հավանաբար հովանավորն էր, ֆինանսական հովանավորն էր եւ պատասխանատու քարտուղարն էր եւ ամբողջ գործունեությունն նա էր Ձևական նախագահան համարում էր Ազարյանը, բայց ամբողջ գործունեությունը ընկած էր նրա ուսերին։ Եվ դրա արդյունքում եղավ այն, որ 26 գիրք, 16 գիրք հրատարակվեց ներեցեք։ Այո, 16 գիրք եւ ավել հրատարակվեց ուրեմն ազգագրական ընկերության ջանքերով, նրա ֆինանսավորմամբ։ Ցավոք մենք ներկայումս պետք է որ մտածենք նաեւ նմանատիպ մի կազմակերպություն մեր օրերում եւս ստեղծելու մասին, որովհետև ես հիշում եմ, որ այդ առումով Լալայանի ավանդները կշարունակվի։ Լալայանի ավանդները պետք է շարունակվի։ Եվ նրա գործունեությունը, Լալայանի գործունեությունը ոչ միայն նախասովետական շրջանին, այլև նա շատ կարևոր գործունեություն ծավալեց հատկապես 20-ական թվականներին խորհրդային կարգեր հաստատվելուց հետո։ Եթե մենք այսօր ունենք Հայաստանի պատմության պետական թանգարան, դա բացառապես Երվանդ Լալայանի ջանքերի արդյունքով էր։ Նա է որ այստեղ տեղափոխեց ուրեմն իր անձնական հավաքածուն, որը Կովկասի մարտաբանական ինստիտուտին էր տրամադրել, տեղափոխեց, վախենում էր որ Թիֆլիսից չկարողանար հետագայում տեղափոխել, ամեն ինչ արեց որ իր հավաքած ազգագրական հնագիտական հավաքածուները տեղափոխվեր Հայաստան եւ 20000 կտոր գիրք իր անձնական գրադարան ամբողջությամբ տեղափոխեց, որի հիմքի վրա 1922 թվականին նա կարողացավ Լազարյան ճեմարանը, որի ժամանակ արդեն հանձնվել էր Հայաստանի ուրեմն ներկայացությանը, դեսպանությանը եւ փակվեց Լազարյան ինստիտուտը։ Նրա թանգարանը տեղափոխեց, հետո Երվանդ Շազի հետ համատեղ երկուսով ջանքերով գործադրեցին, բերեցին նաեւ նոր Նախիջևանի Դոնի Ռոստովի մարզի հայկական համայնքին պատկանող թանգանային արժեքները Խրիմյան հայրիկին կարողացան այդ հայրենասեր մարդուն, որի իդեպ մեծ չափով խրախուսելով հովանավորել Երվանդ Լալայանի ուսումնական գործառնությանը մի պայմանով, որ վերադառնան եւ գործունեությունը ծավալեն բուն Հայաստանում, ներեցեք եւ մի հանգամանք էլ ասեն եւ Խրիմյան հայրիկի անձնական թանգարանը, այնուհետեւ անվոդարանը Այսինքն որ պահվում էր Սանահինում, կարողացավ կենտրոնացնել բոլոր թանգանում եւ որի ուրեմն ազգագրության բաժնի վարչի ինքն էր 1922-ից մինչև 28 թվականը սկզբում թանգանի տնօրենը Մարտիրոս Սարյանն էր, բայց նրա բազմազբաղված եւ այդպես շարունակորն Հարապետյան այո ինքը մեկավորման մեջ իհարկե Տիկին Հարապետյան հասկանալ է որ հնարավոր չէ ներկայացնել կամ սպառել Երվանդ Լալայանին մեր Երուսաղեմցիներին կրկին հիշեցնեմ որ եթե ուզում ենք իմանալ ջավախ Եթե ուզում ենք իմանալ Վարանդակ, Գանձակ, Լորի, Վայզոր, Զանգեզուր, Վասպուրական, Մուշտարոն, եթե ուզում ենք ծանոթանալ մեր հազարավոր հեքիաթներին,
Ինչու միայն հեքիաթներին, բանահյուսական, Բանասական հսկայական նյութին, այդ ամենի համար պետք է առաջնորդին ծանոթանալ Երվանդ Լալայանի աշխատություններին եւ կրկին անգամ երախտապարտ ու շնորհակալ լինել նրան։ Հարգելի բարեկամներ, շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Երվանդ Լալայանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։